Պարոն Մելքոնյան, գիտենք, որ մի քանի ամսից Հայաստանում կայանալու է խորհրդարանական ընտրությունները 26 թվականի։ Այդ իմաստով արդեն բոլոր ուժերը կարծես թե դիրքավորվել են, նախընտրական տրամաբանության մեջ են եւ այդ տրամաբանության մեջ էլ նաեւ հայտարարություններ են անում։ Օրինակ առաջին նախագահը հիմա ակտիվացել է եւ հայտարարում է, կոչ է անում համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ։ Երեք հակից հայտարարում էին, որ որպես Երրորդ հանրապետության հիմնադիր նախագահն իր վրա է վերցրել քաղաքական պատրիարքի դերը եւ ուզում է երկիրը հանել այս իրավիճակից եւ երկիրը այս իրավիճակից կարող է հանել ընդհանուր առմամբ Սամվել Կարապետյանը։ Հասկանանք ինչ է կատարվում, ինչու են բոլոր ուժերը, ընդդիմադիր ուժերը, նախկին ղեկավարները մոբիլիզացել, այսպես ասած, փորձում են նոյան տապաններ կառուցել, փորձում են համախմբվել եւ բոլորի նպատակը մեկն է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Ինչ են առաջարկում իրենք, պարոն Մելքոնյան, դուք մինչ այս հասկացել եք, թե օրինակ լավ ընդդիմությունը ուզում է իշխանափոխություն, բնական է, որ ընդդիմությունը ցանկանում է իշխանափոխություն, բայց ո՞րն է իրենց ծրագիրը եւ ինչ հեռանկար են իրենք պատկերացնում Հայաստանի Հանրապետության համար եւ ինչու է նաեւ ակտիվացել առաջին նախագահը նման հայտարարություններով։ Նախ ես չեմ հասկանում, որ ասում են երկիրը այս վիճակից անենք։ Ինչ է երկրի, ինչ վիճակ է մեր մոտ։ Մեր մոտ խաղաղությունն է, մեր արտաքին քաղաքականությունը հոյակապ ընթանում է։ Այն ժամանակ, որ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենակ մի երկրի հետ էինք մենք շփվում, Ռուսաստանի հետ բարեկամական կապ էր կար, բայց դա բարեկամական կապ չէր, ուղղակի ճորտատիրական կապ էր էդի։ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, վասալն էինք, Ռուսաստանը ինչ հրամայում էր, այստեղ էլ կատարում էինք մենք։ Նախագահին ասենք խոսքին այդ ժամանակ ընթացքում հենց առաջին նախագահի ժամանակ, առաջին նախագահան ասենք, որ երկրները գնացեն մեր, ասենք, երկրի համար խնդիրներ լուծել։ Ռուսաստանն էր անում, Ռուսաստանն էր թույլ տալիս, մենք որ երկրի հետ գնանք հանդիպենք, խոսանք կամ խոսալն էլ չէին թույլատրում, որ մենք ինքնուրույն, որպես ինքնուրույն պետություն կարողանանք խոսանք։ Այսինքն մեր փոխարեն որոշում էին։ Մեր փոխարեն որոշել են Ռուսաստանի իշխանությունները։ Արեք չմոռանանք այդ ամեն ինչ։ Մեր մոտ նշանակումները կատարել են Ռուսաստանից։ Մեր մոտ ընտրությունները ոչ թե կատարել են, հրամայել են Ռուսաստանից։ Ռուսաստանն ասել է, որ այս մարդը պետք է լինի նախագահ, այս մարդը պետք է լինի պաշտպանության նախարար, այս մարդը պետք է լինի արտաքին գործերի նախարար եւ մնացած բոլոր նախարարները այն ժամանակ դաբրուն ունես, Ռուսաստանից դաբրու կա։ Երբ որ մենք ներկայացնում էինք մեր ուզած նախարարին, Ռուսաստանը չէր ընդունում։ Առաջին նախագահը այդ բարքերին է կարոտում։ Իհարկե։ Այսինքն առաջին նախագահից է սկսվել, չէ՞, Ռուսաստանի վասալ դառնալու։ Ու այդպես շարունակ հիմա երբ որ մենք մեր երկրի ղեկավարությունը ինքն է որոշում, թե ով պետք է լինի պաշտպանության նախարար, ով պետք է լինի արտգործ նախարար եւ մնացած ամբողջ կազմը ինքն է ընտրում։ Մեր երկիրը հիմա գտնվում է խաղաղության մեջ, որովհետեւ իշխանությունները տանում են խելացի քաղաքականություն։ Հիմա նաեւ մենք մի բան հասկանանք, էլի։ Երկրի վիճակը ինչ վիճակ է, որ ամեն մեկը դարել է փրկիչ, եկել է այս Հայաստանի վիճակից անելու։ Հիմա մեր մոտ նորմալ բանակցություններ են գնում, ով կմտածեր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է մի օր գար Հայաստան եւ Հայաստանում ներդրումներ անել։ Կա այդպես մարդ երկրում, որ ասի, այո, ես սպասում էի, ես հավատում էի, որ Ամերիկան կմտներ Հայաստան։ Չկա այդպես մարդ, որովհետև անհնարին է այդ եղել։ Մեր դաշնակից բարեկամները չեն թողել։ Նույնիսկ
պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, երբ որ մեզ արդեն զինտեխնիկա էր պետք, սպառազինության էր պետք, մեր բարեկամ երկիրը փողերը մեզնից վերցրեց, մինչև այսօր ոչ փողն է այդ վերադարձել, ոչ էլ տեխնիկան է տվել մեզի ռազմական։ Դրա համար արդեն մենք մեր քաղաքականությունը կարողացանք փոխենք։ Հնդկաստանից սկսեցինք առևտուր անել ռազմատեխնիկայի, Ֆրանսիայից սկսեցինք անել, ցանկացած երկրից մենք կարողանում ենք մեր ուզած սպառազինությունը գնենք, որովհետև Ռուսաստանը ի վիճակի չէ մեզ մատակարարել մեր ուզած տեխնիկայի եւ իրենք պատերազմի մեջ են, մենք չենք էլ կարող իրանց մեղադրենք կամ իրանցից պահանջենք, իրանք պատերազմի մեջ են։ Պարոն Մելքոնյան, տեսեք, Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ Իրանի պատերազմը լավ օրինակ է եւ պիտի Հայաստանը այստեղից իր համար դասեր առանձնացնի, դասերից մեկն այն է, որ խաղաղությունը պիտի չի կարող լինել մեկ երաշխավորի հույսին, պիտի ունենա հավելյալ երաշխավորներ, գիտեք, սա բազմիցս չարչրկված թեզ է, վերջի շրջանում շատ են դրա մասին խոսում, որ չի կարող խաղաղությունը գոյություն ունենալ միայն մեկ երաշխավորի պարագայում, այն է Միացյալ Նահանգները այստեղ պիտի ներգրավել նաեւ Ռուսաստանին, իհարկե Չինաստանի մասին էլ են խոսում, բայց իրենց գերնպատակը այս պրոյեկտում նաև Ռուսաստանի ներգրավելն է։ Ընդհանուր առմամբ հասկանանք, իսկապես խաղաղության գործընթացում Ռուսաստանի ներգրավվածությունը կերաշխավորի խաղաղությունը, թե հակառակը խաղաղությունը ավելի խոցելի կդառնա խաղաղության process-ը։ Մենք 2020 թվականին այդ երաշխավորին տեսանք, թե ինչ ձև երաշխավորեց։ Երբ որ ինքը Արցախի անվտանգության երաշխավորներ, Արցախը չկա։ Հայաստանի երաշխավորներ, մենք հսկայական 200 քառակուսի կիլոմետր կորցրել ենք այդ երաշխավորի դեպքում եւ այդ երաշխավորը միջև իմի Հայաստանի սահմանները չի ճանաչել, թե որն է մեր երկրի սահմանները Հայաստանի, ինքը չի ճանաչել։ Ու նույնիսկ երբ որ հակառակորդի զորքը գտնում է ջերմուկից մի քիչ հեռու, ինքը նույնիսկ չգիտի ջերմուկը Հայաստանի տարածք է, թե ում տարածք է։ Դա մեր երաշխավորն է եղել, միակ երաշխավորը։ Բայց այդ ժամանակ ինչի նաև այդ երաշխավորին չէին ասում, որ պետք է երկրորդ, երրորդ երաշխավորը լինի։ Սուսուփուս իրենք ծառայում էին այդ երաշխավորին։ Հիմա էլ են իրանք ծառայում երաշխավորին։ Իրենք որ գտնվում են այստեղ, այդ երաշխավորի հրամանով են գտնվում այստեղ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք մեզ չի պարտադրել, թե մենք ում հետ հանդիպենք, ում հետ խոսանք, մենք մեր երկրի շահերն ենք պաշտպանում, որը մեր երկրի համար շահավետ է, մենք կանք այնտեղ։ Դրանց հետ պետք է համագործակցենք։ Ոչ թե մենք մտածենք, թե Ռուսաստանին կարող է Անգլիայի հետ գնանք բանակցությունների նեղանա պարոն Լավրովը, կնեղանա Ռուսաստանի ղեկավարությունը։ Մենք միշտ մտածել ենք Ռուսաստանի մասով, թե Ռուսաստանը ինչ կասի, Ռուսաստանը ինչ կմտածի։ Հիմի այդ մարդկանց որ թվեցիր, այդ մարդիկ կատարում են Ռուսաստանի հրահանգները։ Նույն Ռուսաստանին են ուզում բերեն այստեղ, նույն նոյեմբերի 9-ին երրորդ կետն են ուզում բերել այստեղ։ Այս ամեն ինչը, ամեն ինչն անում են, որպեսզի Ռուսաստանի ոտը Հարավային Կովկասից չկտրվի։ Մենք չենք ասում Ռուսաստանի հետ կտրենք մեր հարաբերությունները, չէ։ Մենք արդյունավետ ի օգուտ մեր երկրի, մեր շահերի, մենք կարանք բոլորի հետ շփվենք, բոլորի հետ պայմանագրեր կապենք, ոչ մի խնդիր մենք չունենք ոչ մի պետության հետ։ Դրա համար ասենք այդ մարդիկ տառապում են Հայաստանը
հանենք այս վիճակից։ Ինչ եղե Հայաստանին։ Պատերազմը, Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ, որ ուզում են երաշխավոր բերեն, չգիտեմ ինչ բերեն, որ հանեն այդ վիճակի մեջ։ Հայաստանում մի խաղաղություն է տիրում։ Այդ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստորագրվել եւ այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք բոլորս էլ գիտենք հիմի էլ ենք զգում որ երկրի վրա ինքը մատը տրեց այդ երկիրը կարա հարցեր ու խնդիրներ լուծի այդ երկրի ես ծեվի հզոր այդ ծեվի ամենահզոր պետությունն աշխարհում որ իր ասածը անում է ու իր դաշնակցին երբեք չի թողե մենակ տեսես պատերազմը որ մի մղում է Իրանի դեմ հանուն Իսրայելի Իսրայելը Շնամի այդ պետության հետ Ամերիկայի հետ ինքը դաշնակից է Ամերիկան ամեն ինչ անում է որպեսզի ասենք իր դաշնակցի հարցերը նորմալ ձևով լուծվի դրա համար մտել է Իրանի հետ պատերազմի մեջ ինքը իրոք իր ոչ մի դաշնակցի դեռ չի գցել կոպիտ ասած բոլորին էլ ինքը հավասարի բան անում հավասարի ինչքան էլ փոքր պետություն լինի ինքը հավասարի ձևով է մոտենում Իրանն էլ Ռուսաստանի դաշնակիցն է, գիտեք, Ռուսաստանից էլ հայտարարեցին Լավրովը հայտարարել էր, որ Իրանի վրա հարձակվելու համար իրենք Միացյալ Նահանգների դեմ պատժամիջոցներ չեն կիրառի, իհարկե սա ավելի շատ հումորային հայտարարություն է հիշեցնում, բայց այնուամենայնիվ նկատենք, որ նման հայտարարություններ էլ կան դաշտում, բայց կուզենամ վերադառնանք նաև Ռոբերտ Քոչարյանի ավելի վաղ արած այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է ռազմատեխնիկական համագործակցություն ունենա հիմնականում Իրանի եւ Ռուսաստանի հետ, Քոչարյանն էլ կարծում էր, որ մեր անվտանգության երաշխավորը էլի Իրանն ու Ռուսաստանն են Տեսեք, ընդդիմությունը վերջին օրերին նաև շատ է մեղադրում իշխանությանը, նաև ԱԳՆ-ին, որ իր հայտարարություններում չեզոքություն է դրսևորում, այսինքն չեզոք վերաբերմունք է արտահայտել Իրանում տեղի ունեցողի հետ կապված, կապ են հաստատել Իրանի տարբեր պաշտոնյաների հետ, ասել են, որ ամեն դեպքում միջոցառումներ ձեռնարկում են, եթե փախստականներ կան Իրանից, այս ամենատարբեր մեղադրանքներ կան ձեր իշխանության հասցեին, պարոն Մելքոնյան Ինչ կարող էր անել Հայաստանը այս պարագայում, որ չի արել եւ ինչու ընդդիմությունը դժգոհ է չեզոքության մասով, այսինքն հայտարարությունը պետք է լիներ հօգուտ Իրանի, հօգուտ Միացյալ Նահանգների այս պարագայում ինչպես կարող էր դիրքավորվել Հայաստանի Հանրապետությունը։ Ուրեմն նախ ձեր թվարկած ընդդիմություն չի։ Ռոբերտ Քոչարյանը իր այդ թիմով Ուզում է, որ Հայաստանը միշտ լինի պատերազմի մեջ ու իրանց հայտարարություններով ամեն ինչով տանում են Հայաստանին պատերազմի մեջ ուզում են ներքաշեն պատերազմի մեջ Հայաստանի խաղաղությունը մեր ընդդիմությանը ձեռ չի տալիս մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա այս մարդկանց բոլոր քայլերը տանում են պատերազմի երբ որ իրանք այս դրությամբ երբ որ մենք չեզոք ենք մեր երկրին պատերազմ չի սպառնում եթե մենք այնքան հզոր պետություն չենք որ կարողանանք ասենք մեր դաշնակից Ամերիկան էլ մեր դաշնակից Իրանն էլ մեր դաշնակից մենք չենք կարող որևէ մեկի բանը բռնենք եթե մեզ իրանք քաշում են դեպի Իրան դա բանա մեր երկրի համար պատերազմ Դրա համար ինչ որ պետք է անել մեր հարևան երկրին, ինչ որ հայտարարություններ պետք է արվի, արդեն արվել է։ Ինչ որ ցավակցությունը հայտնվել է։ Եվ մեր ղեկավարությունը, իշխանությունը շատ գերազանց գիտի, թե որ պետության հետ ինչ ծևի պետք է ինքը այս քաղաքականությունը տանի։ ու այդ քաղաքականությունը տանում է։ Չնայած այստեղ արդեն իրանք այդ ընդդիմությունը ոտիա կանգնե մի հատ
ես այսօր նայեցի Սյունած ջնջղուկներ կար, այդպես կազմակերպություն էլի։ Այն ժամանակ որ իշխանությունն էին, Սյունած արծիվներ էին կոչվում, հիմա այդ Սյունած ջնջղուկը հայտարարում է թե 5000 մարդ ունեմ, ես եթե պետք լինի Իրանին կօգնեմ։ Դու այդ 5000 մարդով, դու 44 օրյա պատերազմում այդ 5000 մարդով մասնակցեիր պատերազմին։ Գնացել նկարվել եք, եկել եք, մելը 5000 մարդ։ Այդպես մարդ չկա, որ կարողանա, ասենք 1000 մարդ ավակի իր կողքը, բայց այս սուտ հայտարարություններով մեր երկիրն է քաշում վտանգի մեջ, հասկանում եք։ Այն դեպքում, որ դու չես կարա 20 մարդ հավաքես, այդ հայտարարությունները, որ անում ես, բա հետո դրա տակից դուրս կգաս դու։ Այսենց հայտարարություններով ուզում են երկիրը միշտ քաշեն պատերազմի մեջ, միշտ բանը այդ վիճակը սրեն։ Բայց փառք Աստծո, մեր իշխանությունները խելամիտ քաղաքականություն են տանում եւ մեր ժողովուրդը տենում ամեն ինչը։ Պարոն Մելքոնյան, այնուամենայնիվ հրթիռային հարվածների մասին է խոսքը, հրթիռային պատերազմի մասին է խոսքը։ Այդ նույն մարդիկ ինչպես են պատրաստվում էլի գնալ զորքով, ինչ են պատրաստվում անել, այսինքն ֆիդայական պատերազմի մասին չի խոսքը։ Դե ինքը եթե հասկանա, այդտենց բաներ չի ասի, 5000 մարդ ուր է տանում է կոտորելու։ Ինչ է անելու։ Հիմի այդ 5000 մարդու պատերազմ չի, հիմի դրոների, հրթիռների պատերազմ է, որ ցանկացած տեղ քեզ կարա գտնի այդ դրոնը ու ոչնչացնի։ Այդ հրթիռը ցանկացած բունկեր կարա մտնի ոչնչացնի։ Իսկ այդ տեղն էլ խաբար չի, որ հրթիռների, դրոնների դար է, էլի։ Ինքը գիտի էսա հրացաներ բաժանեցին, հրացան վերցնում է թվում ինչ որ գործողություն կատարելու էլի։ Ու էսա այդ ընդդիմության պատկերը ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը քաշեն պատերազմի մեջ։ Իսկ ինչի մեր ժողովուրդը չի տեսնում ինչա կատարվում։ Այս փոփոխությունները չի տեսնում ժողովուրդը, իր անձի վրա չի տեսնում փոփոխություն, իր երկրում չի տեսնում այս փոփոխությունները։ Ես չեմ հասկանում, թե դրանք այդ որ հravirում են այլ երկրներին Հայաստան, ինչն են փրկում Հայաստանի։ Ինչն են փրկում, ինչ պետք է փրկեն։ Այն որ փրկելու է արդեն կա պայմանավորվածություններ, կա պայմանագրեր, որ կգա ժամանակը այս մեր տարածքներում, որ գտնվում է Ադրբեջանը, այդ սահմանազատման աշխատանքները, որ սկսեն սահմանազատման, սահմանագծման աշխատանքները, որ պայմանագիրը կնքվի խաղաղության, արդեն այդ գործընթացը կսկսվի, արդեն սկսվել է, կշարունակվի այդ գործընթացը եւ ամեն ինչը իր տեղը կընկնի։ Իսկ ինչ վերաբերում է մեր անվտանգության հիմնական երաշխավորը մենք պետք է լինենք, մեր ժողովուրդն է իր անվտանգության երաշխավորը, որ պետք է մենք ռազմաարդյունաբերությունը զարգացնենք, մենք մեր արտադրանքը մենք կազմակերպենք, ինչ որ պետք է գնելու գնենք, որպեսզի մեր անվտանգության խնդիրները ինքներս լուծենք։ Իսկ բազմաֆունկցիոնալ քաղաքականություն որ տանում ենք, դա շատ ճիշտ է, որովհետև ամբողջ աշխարհում բոլոր պետություններում հայեր կան։ Մենք չենք կարող որ ասենք, այս մի տեղի հայերին ոչնչացնենք, այն մի կողմի հայերը մնան։ Դրա համար մեր այս քաղաքականությունը շատ ճիշտ է։ Ու ինչքան էլ պատերազմներ ա լինում, բոլոր պատերազմներում տուժում է հայը։ Հիմի Ուկրաինայում պատերազմ է Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի կողմից էլ հայեր են զոհվում, Ուկրաինայի կողմից էլ են հայեր զոհվում։ Ու ցավոք սրտի ամբողջ աշխարհով մեկ այս հայերը կան, Իրանում էլ կան, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բոլոր տեղեր հայ կա։ Որտեղ էլ պատերազմ լինի, այդ հայը զոհվում է։ Դրա համար գոնե մեր ցերով չզոհվի այդ հայը։ Դրա համար մեր քաղաքականությունը ճիշտ քաղաքականությունն է, որ մենք ոչ հոգի, ոչ մեկի ճորտը չդառնանք, այլ դառնանք անկախ պետություն եւ մենք ինքներս մեր խնդիրները լուծենք։ Պարոն Մելքոնյան, ելի վերադառնանք նախընտրական
տրամաբանությանը, տեսեք, գիտենք, որ տևական ժամանակ է եկեղեցու բարենորոգման այս օրակարգը կա եւ հայտնի պահանջը, որ Գարեգին բեմ պիտի հեռանա, բայց մենք տեսնում ենք հակառակը, որ Գարեգին բեմ ոչ միայն չի շտապում հեռանալ, այլ նաեւ ամենատարբեր քաղաքական հանդիպումներ է ունենում, վերջերս ՀՀԴ-ի հետ, Սամվել Կարապետյանի փաստաբանի հետ է հանդիպում միջազգային պարբերաբար։ Հիմա Եզրաս Ներսիսյանն է հայտարարություն արել, Գարեգին բեի եղբայրը ասում է, որ այն մարդով համարձակվի դատել դատական գործընթացներ սկսել կաթողիկոսի դեմ ժողովրդի կողմից կարժանանա անեծքի, ամբողջ տոհմով կանիծեն, նախ արդյոք ձեր ուժը, ձեր խմբակցությունը չի վախենում, որովհետև վերջին շրջանում քիչ չեն խոսել այն մասին, որ բանադրելու են, անիծելու են ձեզ, եւ նաեւ Եզրաս Ներսիսյանն ասում է, որ ժամանակն է եկել, որ եկեղեցականները միավորվեն եւ բոլորով միասին մերկացնեն ձեր իշխանությանը այն իմաստով, որ դուք հակասահմանադրական գործ եք անում, հարձակվել եք եկեղեցու վրա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այնուամենայնիվ որոշ հոգեվորականներ նախընտրական process-ում եւ ընտրական process-ներում ինչու՞ չէ ներգրավվածություն են ունենալու։ Ուրեմն հեղափոխությունից հետո, երբ որ 18 թվականից հետո, չէ որ նաեւ եկեղեցու բարձրաստիճան սպասավորներն էին մտնում նախկիների ցուցակի մեջ եւ իրանք հենց սկզբից էլ սկսեցին պայքար իշխանությունների դեմ։ Թե հրաժարականի պահանջով իրանք միջամտեցին եւ հրաժարականի պահանջով իշխանությունները գնացին հրաժարական տվեցին, նորից վերընտրվեցին։ Իրենք չհանգստացան, նորից եկեղեցին սկսեց քաղաքականությամբ զբաղվել, արդեն անձամբ իրենք իրանց տեխնացուն ունեցան վարչապետի ու պայքարը շարունակվել է միշտ բոլորին չեմ կարող ասեմ, բոլոր տեղերում եկեղեցականները ստացել են ժամանակին հրաման, որ մասնակցեն բոլոր այդ հանրահավաքներին բանին, մասնակցել են իրանք։ Իրանք իշխանությունն են ուզեցել վերցնել, որ ոնց ուզենան հենց կառավարեն եկեղեցին։ Նաև օրինակ ես մի առաջարկ ունեմ, որ Գարեգին Ներսիսյանը, Կտրիշ Ներսիսյանը կուսակցություն ստեղծի կամ ինքը կամ իր աղբերը տեխնացություն տնեն վարչապետի, որ իրանք միավորման կոչ են անում, բան են անում, ցանկալի կլինի, որ իրանցից մեկն ու մեկը վարչապետի տեխնացություն տնի եւ ժողովրդին համախմբվի, ասի, որ իրանց արդեն ծրագիր մշակեն, մենք էլ տենանք, չէ, ինչ ծրագիր են մշակում իրանք, նոր եկեղեցի են կառուցելու, նոր կաթողիկոս են ընտրելու, համ կաթողիկոսը լինի, մի աղբեր լինի կաթողիկոս, մի աղբեր լինի վարչապետ, ու երկիրը ուր են տանելու են, ասենք Ռուսաստան են տանելու, այդ երկիրը մտցնեն Ռուսաստանի տակ նորից, դառնա մի հատ գուբերնիա, թող այսպես ծրագիրն ասեն, իրանք ինչ են ուզում։ Իսկ ինչ են ուզում, պարոն Մալքոյան։ Իրանք ուզում են էլի երկրի կործանումը։ Ինչի է դա իրենց պետք։ Որպեսզի իրանք դարերով եկեղեցին է, դարը, ասենք որոշ պետությունների, Պարսկաստանի, Բյուզանդիայի միջնորդն է եղել։ Իրենք եկել են այստեղից հարկը հավաքել են, տարետվել են պարսիկներին, հարկը հավաքել տարետվել են թուրքերին, հարկը հավաքել տվել են բաներին, բյուզանդացիներին, ու իրանք են եղել երկրի տիրականը։ Պապ թագավորին էլ բան արին, տվին սպանեցին, որպեսզի էլի իրանք, երբ որ ասում էր Պապ թագավորի բանը այն էր, որ եկեղեցականները պետք է կրճատվեն, բանակը հզորացվի, սարվի, իրանք այդ մարդու տվեցին, սպանեցին, նորից իշխանությունը մնաց իրանց ձեռ։ Հիմա երբ որ մեր մոտ պետություն կա անկախ պետություն, իրանք չեն կարող անկախ լինեն։ Վերջապես պետության մեջ պետություն չի լինում։ Իրանք էլ պետք է ենթարկվեն այս կարգ ու կանոններին։ Բարեփոխումներ, որ պետք է լինեն, ասենք, առաջարկումա բարեփոխումներ, այն
խնդիրները, որ դարերով եկել է, առաջարկում է, որ այդ խնդիրները վերանայվի, օրինակ ասենք այդ կուսակրոնը, որ կաչ պետք է ամուսնանա, թող իրանք վերանայեն, ասեն կուսակրոնը կարա ոչ թե մի կնիկ ունենա կամ 3 կնիկ ունենա, կամ ասենք նմանատիպ բարեփոխումներ անեն, որպեսզի ոչ ոք չկարենա իրանց մեղադրի։ Թող այդ բարեփոխումն ու շատ բաներ կա, որ պետք է բարեփոխվի եկեղեցում։ Դարերով ոչ մի բան չի փոխվի։ Սովետական միության ժամանակ իրանք ենթարկվել են ԿԿԲ-ին, հիմնականում հայ հոգևորականները, որտեղ հայ հոգևորականները աշխարհով մեկ սփռված են, իսկ ԿԿԲ-ին պետք է ասենք յուրաքանչյուր երկրում ունենա իր մարդիկ։ Ու իրանք ծառայել են սովետական միության ժամանակ ԿԿԲ-ին։ Ու երբ որ սովետական միությունը վերացել է, ինքը նորից խասյաթի համաձայն շարունակում են ծառայել ռուսական ՖՍԲ-ին, անունը փոխվել է, բայց էլի իրանք ՖՍԲ-ի գործակալներ են։ Դրա համար պետք է բարեփոխումներ անի, որ ասենք եկեղեցականները պետք է ենթարկվեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ոչ թե իրանք ապրեն այստեղ ծառայեն Ռուսաստանի ՖՍԲ-ին։ Վերջապես պետք է մենք երկիր ենք, որ ասում ենք անկախ երկիր, նաև պետք է ունենանք անկախ եկեղեցի։ Անկախ եկեղեցին պետք է թեւ ու թիկունք դառնա այս պետությանը, Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ինքը Հայաստանի Հանրապետությանը թիկունքից խփի, դավաճանի։ Այս պետք է անի եկեղեցին։ Իր դուրը չի գալիս, որ Հայաստանը անկախ է։ Իրանց դուրը չի գալիս։ Պարոն Մելքոնյան, բայց որ ասում են կմիավորվենք եւ կմերկացնենք այս իշխանություններին, հիմա դուք էլ առաջարկում եք, ասում եք թող առաջադրվեն ինքը կամ եղբայրը։ Հա չեք վախենում, որ կարող է հաջողեն։ Այս ամբողջ մոբիլիզացիան նաեւ իրենց շուրջը բոլոր նախկին նախագահները, բիզնեսմենը ռուսաստանցի օլիգարխը 5 տարի արդեն իրանք այդ փորձերն անում են 5 տարի։ Տես Քոչարյանը մի հատ հայտարարություն արեց, ասեց պետք է եկեղեցական ղեկավարի շարժումը ու իրանք շուտ շարժումը կազմակերպեցին ու ջաջողվեց։ Մինչև այդ Վազգեն Մանուկյաններ որոշել, որ ինքը կլինի առաջնորդ, ամեն ինչը կաջողվի։ Միացրեցին բոլոր ուժերը, եկեղեցուն էլ միացրեցին, ընդդիմության ամբողջ այդ շքերթը կազմակերպեցին, չեն կարում իրանք, որովհետև ժողովուրդը հասկանում է, ուր են տանում իրանք երկիրը, ժողովուրդը պետք է գնա դրան, ժողովուրդը պետք է իր ձայնը տա դրանց, որ իրանք միավորվեն, ինչի շուրջ են միավորվում, գուբերնիա դառնալու շուրջ, ասենք այս օլիգարխները, որ գալիս են այստեղ, սկսում են կինոներ ցույց տալ, խոմ այդ իրանց բանով չի, իրանց հրամայում են այնտեղից, ասում են գնացեք, այդ երկիրը քանդեք, այդ երկիրը պետք է քանդվի, այդ երկիրը պետք է դառնա մի հատ գուբերնիա, իրանք հրաման են ստանում, իրանք մեղավոր չեն, իրանք խնդիր են լուծում, ուրիշ երկրի խնդիր են լուծում, ուրիշ երկրի շահերն են իրանք գերադասում, քանց թե մեր երկրի շահերը։ Դրա համար ժողովուրդը տեսնում է, հասկանում է, թե ով քամին որտեղից է գալիս։ Դրա համար ժողովուրդը դուք ես վերջերում տեսաք, որ վարչապետը Արտաշատում էր, Արտաշատի այդ խանութի աշխատողը չթողեց իրան, որ մտներ բանը, մտներ խանութ։ Վարչապետն էր սուսուպուս դուրը փակեց դուրս եկավ։ Իսկ ռոբի ժամանակ Քոչարյան, երբ որ Պողոսը, Տաշնակ Պողոսը ասեց «Պրիվետ ռոբ», տվին սպանեցին։ Հիմի ժողովուրդը չի տենում այս տարբերությունը։ Երբ որ այդ մարդը շրջում է ժողովրդի մեջ, ու կոպիտ խոսացող էլ կա, դժգոհ մարդիկ էլ կան, որ իր երեսին ասում են ամեն ինչ։
Ժողովուրդը չի տեսնում այս տարբերությունը։ Ռոբերտը կյանքում կամ մնացած նախագահները կյանքում ժողովրդի մեջ մտել են, ժողովրդի դարդուցավը իմացել են, չեն իմացել։ Հիմա ժողովուրդը տեսնում է, վաղը ցայն կտա, չի տա ժողովուրդն է որոշում։ Վա իրանց ապագան, ժողովուրդը իր ապագան լավ պատկերացնում է։ Թե իր ապագան որտեղ է, ում հետ է այդ ապագան։ Այնպես որ թող միավորվեն, թող դրսից այդ տղա բերեն, արդեն բերում են էլի տղա։ Չեն կարա, չի ստացվի, որտեղ ժողովուրդն է ուզում։ Իսկ որ ընտրությունները չի կեղծվում, արդեն ժողովրդի ցայնը տեղ է հասնում։ Այն ժամանակ որ կեղծում էին, դու գիտես ժողովուրդը ցայն էր տալիս։ Ցայն չէր տալիս ժողովուրդը իրանց։ Իրանք դնում էին, ինչքան պետք էր խփել, խփում էին։ Ով էր այնտեղ ով պետք է խոսար իրանց վրան։ Չեն կարա։ Իսկ հիմա ժողովուրդը գիտի, որ ինքը իր ցենի տերն է։ Ու իր ցենն էլ գիտի, որ արժեքավոր է։ Երկրի համար մեծ նշանակություն ունի։ Իր քվեն։ Դրա համար ժողովուրդը խելացի է մեր ժողովուրդը։ Կարա բանը ինքը երբ որ գնում է արդեն քվեն տալու, ինքը մենակ է մնում, ինքը իր խղճի դեմ։ Այն վաղվա նման չի, այդ բաներում, խցիկներում կամերա տեղադրել, բանը հեռախոսներով նկարել, թե ինչ չկա այդպես բան։ Ժողովուրդը գնում է իր ցայնը տալիս է։ Ու ինքը լավ գիտի ում է տալիս ցայնը։